Սևանալիճը կենդանի համակարգ է եւ ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային եւ երկարաժամկետ հետևանքներ։ Պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա։ Ջրային ռեսուրսների եւ կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանության ուղղված քայլերը խիստ իրավաչափ եւ հետեւողական։ Այս իրողության գիտակցմամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։ Ձկան արգելման ժամանակահատվածում շարունակում է ջրային պարեկների վաշտի ուժեղացված ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են ապօրինի ձկնորսության բազմաթիվ դեպքեր։ Մասնավորապես Սևանա լճի վրա ապօրինի ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ, որոնք իրենց ձկնորսական նավակներով, ձկնորսական ցանցերով, ձկնորսական նավակի շարժիչներով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության բաժիններ։ Թեև Սևանա լճում Սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ բարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել, նշում է ջրային պարեկների վաշտի առաջին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանը։ Հիմնականում ձկնագողության դեպքերը այս ժամանակահատվածում իրականացվում են գիշերային ժամերին եւ ջրային պարեկային վաշտը իր ծառայությունը իրականացնում է նաեւ գիշերային ժամերին, թե ջրային հատվածներում, թե ափամերձ տարածքներում։ Ոստիկանության գործողությունները միտված են ոչ միայն խախտումների բացահայտմանը, այլ նաև կանխարգելմանը հստակ ուղերձով, որ էկոհամակարգի խաթարման հաշվին որևէ շահ արդարացված չէ։ Սիգի ձկան որսը արգելված է եւ մինչեւ 2026 թվականի փետրվարի 1-ը ջրային պարեկների վաշտը շարունակել է ուժեղացված ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում մենք ակտիվորեն համագործակցում ենք նաեւ էկոպարեկային ծառայության, բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել եւ արգելավել է ապօրինի որսած 1000 կիլոգրամից ավելի 2613 զուկ։ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ հայտնաբերել եւ արգելավել են նաեւ 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ եւ թիեր։ Հիշեցնենք, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն։ Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության եւ յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր, ապագայի համար։